Այստեղ ինձ հարց է ուղված, հա, ես Նիկոլին լավ եմ ճանաչում, դուք հարցը այսպիսին է, դուք շատ լավ եք ճանաչում Նիկոլ Փաշինյանին, կգնա Նիկոլ Փաշինյանը վեհափառին կալանավորելու։ Այո, ես Նիկոլին լավ եմ ճանաչում, 10 տարի Նիկոլի հետ առավոտից երեկո ժամը 8-ից մինչև թերթը տանում ենք տպարան, դա գիշերը 3-ը 4-ն էր լինում, 10 տարի մենք եղել ենք միասին, այո, կգնա, աչքը անգամ չի թարթի, հավատացնում եմ ձեզ, Նիկոլ Փաշինյանը կգնա, այո, նաև վեհափառին կալանավորելու։ Հիմա շատերը կասեն, բա ինչի եք դա այդքան հանգիստ ասում, առողջություն, հա։ Ինչի եմ, ես չէ, սա հանգիստ չեմ ասում, ես գիտեմ, որ ինքը դրան էլ է գնալու, բայց գիտեք, նախորդին ես ինչ էի մտածում, թե մենք նաև մի քանի օրինակներ կբերեմ շատ հայտնի մարդկանցից, ովքեր այսպես Աստծո դեմ դուրս չէին եկել, բայց իրենց կյանքի ինչ որ էտապում այնքան էին արդեն կներեք ես բարի համար հաբրգել, այնքան էին մեծամտածել եւ իրանց աստղայինը այնքան էր տարել, որ իրենք հեգնում էին Հիսուսին։ Ուզում եմ հիշեցնել, քանի որ ես ինքս բիթլոման եմ, հիշում ես Ջոն Լենոնի հայտնի հարցազրույցներից մեկը, որ այնտեղ խոսում էին Հիսուսի մասին, ասեց, հա, Հիսուսը օքեյ է, բայց մենք այսօր, ես այսօր եւ մենք այսօր Beatles-ը ավելի հանրաճանաչ է, քան Հիսուսը։ Դրանից հետո ինչ եղավ, Մարկ Չեմպենը 6 անգամ կրակեց Լենոնի վրա եւ դատարանում ասեց, որ ինձ Հիսուսն էր ասել, ես էլ ուզում էի ավելի հայտնի լինել, քան Լենոնն էր, ուզում եմ հիշեցնել 1912 թվականին, երբ որ Տիտանիկի ինժեները ասեց, մենք այնպիսի հզոր նավ ենք ստեղծել, որ Աստված անգամ չի կարող այս նավը կործանել եւ առաջին ավարկության ժամանակ Տիտանիկը կործանվեց։ Մեկ այլ հանճարեղ գեղեցիկ դեմք է Մերլին Մոնրո, մահվանից 1 ամիս առաջ իր համերգներից մեկի ժամանակ Մոնրոին մոտեցավ հոգևորականներից մեկը եւ ասեց, ես Աստծո խոսք ունեմ փոխանցելու ձեզ, ասեց, ձեր Քրիստոսը ինձ չի հետաքրքրում։ 1 շաբաթ հետո նրան իր տանը հիշում ես գտան մահացած։ Այսինքն այս եկեղեցու դեմ այս արշավը, այս անտիխրիստ, հա, այս անտիխրիստի արշավը միևնույն է, ինքը դատապարտվելու է եւ ես դու էլ ես էլ շատ լավ ծանոթ ենք, չէ, բոլոր գրեթե պատմության բոլոր բռնապետերի կյանքին, մի բանի հետ, իրանք ամեն ինչի հետ կարացել են ինչ որ ժամանակ, ինչ որ փուլում պայմանավորվել, մի բանի հետ, որևէ մեկին երբևէ չի հաջողվել եւ չի հաջողվելու պայմանավորվել, դա բումերանգն է, որ այսպես թար սալտոյով իր ժամանակին գալու է, չի հաղթելու Նիկոլը հայ առաքելական եկեղեցուն ի պատասխան ձեր հարցի, եթե անգամ կալանավորի վեհափառին, որտեղ վեհափառը եթե անգամ նարեկի խցում լինի արմավիր քրեակատարողականի կամ այն տեղ, որտեղ հիմա 4 սրբազաններն են։ Ես եմ եթերում, գիտես։ Այո։ Դու էլ հա, ասում արդեն, հա, միևնույնն է, ինքը մնալու է վեհափառ, խնդրեմ։ Ես ընդհանրապես ուզում եմ ավելացնել քո խոսքին, տենց էքսկուրս արիր շոու բիզնեսի օրինակներով հակա աստվածային, հակա քրիստոնեական արշավի կամ մեծամտության հետ կապված։ Դու շատ լավ բառ ասիր, մի դեպքում ինքը չի կարող պայմանավորվել, մի կենտրոնի հետ, Աստծո հետ նա չի կարող պայմանավորվել։ Իհարկե, իր գործողությունները հակա աստվածային։ Ինչ վերաբերում է վեհափառին կալանավորելու, ես քեզ շատ ուղիղ, շատ բաց ասեմ, իմ համեստ կարծիքով քրիստոնեությունը միայն ուժեղանում է ալացանքներից եւ վեհափառը ես վստահ եմ պատվով է կարելու, եթե այդ փորձությանը հասնի, հա, պատվով է կարելու իր ցանկացած երկնային, այսպես ասած, այս սատանայական իշխանությունների կողմից պատիժները, կտանքները, հիշում ես Մել Գիբսոնի ֆիլմը, ասում է Ստրասти Խրիստովի, այդտեղ որևէ թուլացնող բան չկա, ցավը ուժեղացնում է քրիստոնեությունը, տառապանքները հզորացնում են եկեղեցուն, հետևաբար ինչքան ավելի շատ են ուզում նման ճանապարհով պայքարել Աստծո եւ աստվածաբանության եւ աստվածային ինստիտուտի դեմ, այնքան ավելի ուժեղացնելու են։ Գինը, այո, վճարում են հոգևորականները, այդ թվում բարձրաստիճան, որոնք մնացել են վեհափառի գլխավորության, վեհափառի կողքին։ Ես մի բանով եմ կաշկանդված,
որ այն տիրադավ դավատիր, ես Այո, շատ մտերիմ էի որոշ տիրադավների հետ, Նավասարդ Կճոյանի իմաստնավորի։ Ես 100 անգամ ասել եմ, որ այն բանից են կերել, երբ որ ես չեմ իմացել այդ մարդկանց։ Լսի, փորձությունները տարբեր են։ Բոլորիս էլ համել այնպիսի փորձություն անում, որ ամեն անգամ ասում ես եւ դու բրուտոս, մեր այս 7 տարվա մեջ, եւ դու Կոճոյանոս, եւ դու Պողոս, եւ դու Գրիգորիոս, Գևորգոս, եւ դու ես իմ ընդեղ ինչ կարելի են Արշալույսոս, ես իմ այդ օսոսները, այդ սոսները շատ են։ Բրուտոսները շատ էին եւ այո եւ կներես, հա, այդ մասը տենց միանշանակ ֆիքս ենք, հա։